Ազգային ժողովի հարգարժան փոխոստնակ, հարգելի գործընկերներ, խաղաղությունը լավ բան է, իհարկե։ Եվ ես չգիտեմ աշխարհում որևէ մեկը, որ դեմ լինի խաղաղությանը։ Եվ նույնիսկ Հիտլերը նացիստական Գերմանիայի ղեկավար եղած ժամանակ ձգտում էր խաղաղության։ Ինքը ուզում էր հրեաներին ոչնչացնել, Եվրոպայում 2 միլիոն մարդ կոտորել, բոլշևիկներին ոչնչացնել եւ հաստատել խաղաղություն։ Ուրեմն ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունի որևէ ստահակ, որ կարծում է, թե Հայաստանի համար խաղաղության ձգտելը կասկածի ենթարկի մեր պետության կողմից, մեր ժողովրդի կողմից, մեր իշխանության կողմից խաղաղության ձգտելը։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունի որևէ ստահակ, որ հակառակն է մտածում, որ հայ ժողովրդի համար եւ հայոց պետականության համար դա շատ կարեւորագույն իրողություն է։ Հիմա Վաշինգտոնյան փաստաթղթերը փաստորեն դրանք շատ կարեւոր փաստաթղթեր են, շատ կարեւոր այսպես կոչված ստորագրություններ են տեղի ունեցել, բայց դեպքերի այս կամ այն զարգացման դեպքում այո, մենք կարող ենք ունենալ շատ լավ արդյունքներ եւ մենք կարող ենք ունենալ շատ վատ արդյունքներ։ Ես ընդհանուր առմամբ հիմա պարոն Գոնջարյան, դուք պատասխանեցիք իմ հարցին, բայց բոլոր դեպքերում ոչ միայն ձեր պատասխանից, այլ ընդհանրապես ես երբ որ փնտրում եի պատասխան գտնել այդ հարցին, երբ որ մենք տրամադրում ենք անխոչնդոտ ճանապարհ մեր պետական տարածքի վրա։ Դրա փոխադարձ առավելությունը, օրինակ, եթե մենք ստանայինք նույն բանը Երասավանից Մեղրի գնալու իմաստով, ես կհասկանայի, որ դա փոխադարձ առավելություն է։ Հակառակ դեպքում չեմ հասկանում։ Դրա համար եմ ասում, միգուցե փոխադարձ առավելությունները վերաբերվում են հետագա մեր, այսպես կոչված, բանակցություններով ձեռք բերվելիք դրսևորումներին։ Շնորհակալություն։